կարտն ենք նայում, կարող է դառնալ հրաշալի ամուսին։ Եթե նայում ենք կնոջ քարտը, բնական է դա իմն է հրաշալի կին։ Եվ ինչն է հետաքրքիր, այսպիսի մարդիկ հենց այդ տարիքից բավականին պատասխանատու են, հարգելիներս։ Առատության մասին է խոսում, պտղաբերության, որ նա ունեցել է երեխաներ, ձեռք բերելով հարուստ կենսափորձ եւ զգալի նյութական հարստություն, եւ այդ ընթացքում ամեն ինչին այս քարտը, այսինքն կայսրուհին այդ տարիքում եթե դիպչել է, սկսել է աճել եւ պտուղ տալ։ Նա նաեւ ունեցել է 3 թիվն է, 3 երեխաներ։ Այո, ինձ մոտ այդպես էլ կա, ես ունեմ 2 աղջիկ, 1 տղա։ Եվ այսպիսի մարդը շատ լավ կարողանում է կառավարել փողը եւ ինչ ձեռք բերում է առաջին հերթին իր կենսամակարդակը բարելավելու համար։ Սիրում է հետևել իրան, բավական ճաշակով մարդիկ են, նրբանկատ զգացողություն ունեն, որը գեղեցկության սեր է սերմանում բոլոր նրանց մեջ, ովքեր ցանկանում են դա։ Շքեղություն է սիրում, հարմարավետություն է սիրում, ունի բավականին մեծ ուժ, որը գալիս է իր մայրական ռոդից եւ կայունություն։ Դա հենց պաշտպանության մասին է խոսքը։ Իսկ եթե մինուսի մեջ է, դե բնական է, մերժումներ կարող է ունենա այսպիսի մարդը։ Շատ մարդիկ չցանկանան այսպիսի մարդու հետ համագործակցել։ Դա թարս իրավիճակում, եթե դու 3 թիվը սխալ ես օգտագործում։ Նախ պետք է գիտակցես հենց այդ տարիքից ով ես դու։ Դրա համար ես ձեզ հրավիրում եմ իմ հենց կոնկրետ ինձ մոտ սովորելու այսպիսի գիտելիքը, որը քեզ համար հետագայում լավ ֆունդամենտ կբերի։ Այսպիսի կանայք, եթե մինուսով են օգտագործում իրենց էներգիան, դա անհամբերությունն է, որից կարող են իրենք հետագայում հարգելիներս տուժել։ Անբավարարված կանայք կարող են լինել, եթե էլի մինուսով են օգտագործում իրենց էներգիան։ Հպարտությունն էլ մեծ դեր է խաղում, այստեղ եթե բնական արդեն օգտագործում են, այստեղ ոչ թե իրանց, այսինքն ցածր վիբրացիան է դա։ Սիրում են իշխանությունը չարաշահել։ Բացասական է, եթե օգտագործում են, այո։ Հիմա հասկացաք 18-ի եւ 3-ի տարբերությունը, ճիշտ էներգիան օգտագործելով, երբ մարդ կարող է հասնել այն ամենի, ինչ այսօր կա։ Դրա համար այսպիսի կանանց սիրում են, այսպիսի կանանց մոտ գալիս են, իրենց դիմում են։